Իհարկե ես չեմ հոգնի անընդհատ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող տնտեսվարողներին շնորհակալություն հայտնել, բայց ըստ էության շատ խորհրդանշական է, որ տվյալ դեպքում հարկ վճարողի օրը նաեւ քաղաքացու օրվան նախորդում է մի շաբաթով եւ այստեղ այո կա կոնկրետ իմաստ, որովհետեւ ըստ էության Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն են հարկ վճարող, այսինքն այսպես քաղաքացի չկա, որ հարկ վճարող չէ։ Ես էլի ուզում եմ հիշեցնել մեր բոլոր քաղաքացիներին, որ անկախ նրանից թե նրանք ինչ գործունեություն են ծավալում, չկա այդպիսի քաղաքացի, որ գնում չի իրականացնում։ Եվ եթե քաղաքացին, ասենք օրինակ, խանութից ձեռք է բերում այս բաժակը, եթե այս բաժակը 100 դրամ արժի, այդ 100 դրամ գնի մեջ 20%-ը ավելացված արժեքի հարկն է։ Եվ երբ որ քաղաքացին 100 դրամ վճարում է ավելացված արժեքի համար, ինքը այսպես թե այնպես, որ ուզենա էլ չի կարող այդ հարկը չվճարի։ Ես նկատի ունեմ ձեռք բերող քաղաքացին։ Իսկ ահա վաճառող քաղաքացին կարող է որոշակի դեպքերում, եթե քաղաքացին ուշադիր չլինի եւ ՀԴՄ կտրոն չվերցնի, վաճառող քաղաքացին կարող է ստանալ որոշակի հնարավորություն հարկ վճարելուց խուսափելու։ Եվ սա շատ կարևոր է գնի մեջ ապրանքներին ու ինչ ասենք 90 եւ ավելի տոկոսը, եթե ոչ 95 եւ ավելի տոկոսը արդեն ներառում են ավելացված արժեքի հարկը եւ մենք երբ որ ձեռք ենք բերում դա գնի մեջ ներառված է հարկը։ Հարցը այն չի քաղաքացին այդ հարկը վճարի թե չվճարի, որովհետև էլի եմ ասում քաղաքացին հարկը այսպես թե այնպես պետքա վճարում է, դա անխուսափել է։ Խնդիրն այն այդ հարկը կհասնի այն հասցեով, որ հասցեի համար նախատեսված է, իսկ հասցեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է։ Իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն Հայաստանի Հանրապետությունում արկա բոլոր խնդիրների լուծման գործիքն է։ Էլի ուզում եմ ընդգծել, եթե կա որևէ պրոբլեմ հանրապետությունում, եթե այդ պրոբլեմը արտացոլված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մեջ, ուրեմն այդ պրոբլեմը լուծման ճանապարհին է։ Եթե արտացոլված չէ, ուրեմն այդ պրոբլեմը չի լուծվելու։ Սա ընդ որում ուղղակի կամ անուղղակի, դեպքերի մի հիմնական մասում ուղղակի, մի որոշակի մասում էլ անուղղակի, եւ ելի ուզում եմ ընդգծել, որ հարկը պետության կարևորագույն ատրիբուտներից մեկն է, եւ ելի ուզում եմ ընդգծել իմ համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված չէ նրանից, թե այդ քաղաքացին ինչքան ծախս է անում սեփական բարեկեցությունը ապահովելու համար։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված է նրանից, թե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ նաեւ համայնքային բյուջեները ինչքան ծախս են անում այդ քաղաքացու բարեկեցությունը ապահովելու համար։ Եվ հետեւաբար հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ ես համարում եմ ոչ միայն հակապետական, այլև համարում եմ քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն, որովհետև այսօր մենք ինչ ենք առողջության ապահովագրության համակարգ ներդրել, որովհետև Հայաստանի Հանրապետության տասնյակ, հարյուր, հազարավոր եւ միլիոնավոր քաղաքացիներ աշխատում են, մի մասը իրենց աշխատում է եւ իմիջիալոց ոչ միայն քաղաքացիներ, որովհետեւ կան օտար երկրյա քաղաքացիներ, ովքեր Հայաստանում գործունեություն են ծավալում եւ հարկեր են վճարում, եւ ես ուզում եմ նույնքան շնորհակալություն հայտնեմ նաեւ այդ մարդկանց, ովքեր լինելով օտար երկրյա քաղաքացի Հայաստանում գործունեություն են ծավալում, արդյունք ստեղծում եւ օրենքով սահմանված հարկերը վճարում։ Եվ հետեւաբար մարդիկ աշխատում են, հարկեր են վճարում, այդ թվում հսկիչ դրամարկային կտրոն են բաց թողում կամ պահանջում, այդ գործողությունների արդյունքում գումարները կուտակվում են պետական բյուջե եւ պետական բյուջեից արդեն բաշխվում են
տվյալ դեպքում առողջության ապահովագրություն, կենսաթոշակների բարձրացում, հետվճար, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի աջակցության նպաստ, մինչև 2 տարեկան երեխաների աջակցության նպաստ, ուսուցիչների աշխատավարձի բարձրացում, զինվորականների աշխատավարձի բարձրացում, ամրացված շրջանների կառուցում, գիտության ֆինանսավորում, գիտնականների աշխատավարձի բարձրացում եւ այլն եւ այդպես ճանապարհների կառուցում, ցանկացած բան, որը մենք տեսնում ենք, դա առնչվում է պետական եւ համայնքային բյուջեների հետ։ Եվ հետեւաբար էլի այդ օրինակը բերել եմ նախկինում, ինչը նաև տենց շատ բանի հումորների առիթ է դարձել, ինչի համար ես ուրախ եմ, մեզնից ոչ մեկը չի կարող ինքը իր համար ճանապարհ կառուցել, չի կարող։ Եվ այսինքն մեզնից ոչ մեկը չի կարող իր երեխայի համար դպրոց կառուցել։ Մեզնից ոչ մեկը չի կարող իր համար բժշկական կենտրոն կառուցել, ամբուլատորիա կառուցել։ Մեզնից ոչ մեկը չի կարող իր համար, այսինքն ջրագից էլի ինչ որ հատված անհատները տանում են, բայց ընդհանուր ջրային համակարգ կառուցել եւ այլն, անվտանգություն ապահովել եւ այլն եւ այսպես շարունակ։ Հետեւաբար բյուջեն ոչ թե մենք տալիս ենք ուրիշին, այլ բյուջեն մեր ընտանեկան ներդրումն է մեր ընդհանուր խնդիրները լուծելու համար։ Պետության մոդելը ճշգրիտ ընտանիքի մոդելն է, որ մարդիկ աշխատում են եւ դնում են այդ փողը ընտանեկան բյուջե եւ հարցերը լուծում են, այդ հատվածում անհատական մաս էլ կա։ Բայց հիմնական մեթոդաբանությունը աշխատելը աշխատանքի արդյունքը մեկտեղելը եւ դրանով բարեկեցության ավելի բարձր աստիճանի հասնելը։ Ես էլ գոհունակությամբ ընդգծում եմ եւ շնորհավորում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում աշխատող արդյունք ստեղծող բոլոր քաղաքացիներին եւ ոչ քաղաքացիներին եւ հարգելի գործընկերներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ ձեզ, կառավարության անդամներին, գործադիր իշխանության եւ օրենսդիր իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների մեր գործընկերներին, որովհետեւ ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, 2017 թվականի համեմատությամբ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամուտները եւ հարկային եկամուտները 130%-ով աճ են արձանագրել, էլի ասում եմ, եթե այդտեղից գրանցենք, հանենք, որպեսզի ճշգրիտ լինեն, այս տարիների ընթացքում մոտավորապես 29% գնաճի ցուցանիշը, ուրեմն բյուջեն ավելի քան կրկնապատկվել է, իրական տվյալներով ավելի քան կրկնապատկվել է, եւ սա պետական համակարգի, քաղաքացիների, տնտեսվարողների համատեղ ջանքի արդյունքն է, եւ այդ ջանքի արդյունքներով են էլի եմ ասում ուսուցիչների աշխատավարձերը կամավոր դպրոցներ կառուցվում, մանկապարտեզներ կառուցվում, ճանապարհներ կառուցվում, առողջության ապահովագրություն իրականացվում, կենսաթոշակների բարձրացում իրականացվում եւ այլն եւ այդպես շարունակ կներեք, եթե որևէ ուղղությամբ որևէ ծրագիր չեմ դեսպանատներ ձեռք բերվում, բարեկային ոստիկանություն ներդրվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ հետեւաբար սա ամենակարևոր process-ն է եւ մեր գործունեության խնդիրներից մեկը հենց սա է։ Ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ աշխատեն, արդյունք գեներացնեն, հարկեր վճարեն, հետո դրա արդյունքում, դրա ծախսման արդյունքում գործունեության ավելի լավ պայմաններ ապահովեն։